Միլիարդատեր գործարար Սամվել Կարապետյանի ուժեղ Հայաստանն այսօր դաշինք կազմեց հանրությանն անհայտ երկու ուժերի հետ։ Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ անվանումով դաշինք կազմելու մասին հուշագիրը Նարեկ Կարապետյանը ստորագրեց Նոր դարաշրջան կուսակցության նախագահ Հարություն Հարությունյանի և Միավորված հայեր կուսակցության պատվավոր նախագահ լիազոր ներկայացուցիչ Նայիրի Սարգսյանի հետ։ Ովքեր են այս ուժերը և ինչու միլիարդատեր գործարարը ամիսներ տևած բանակցություններից հետո որոշեց ընտրություններին մասնակցել վերջին տասնամյակում քաղաքական գործընթացներում գրեթե ակտիվություն չցուցաբերած ուժերի հետ։ Բավականին դժվար որոշում կայացրեցինք մեր հանգիստ կյանքը փակելու և նոր ավելի լուրջ և մեծ պատասխանատվություն ստանձնելու հարցում։ Հանրությանն անհայտ այս ուժերից նորաստեղծ Նոր դարաշրջան կուսակցության ղեկավարը Հարություն Հարությունյանը մասնագիտությամբ իրավաբան է, փաստաբանների պալատի անդամ։ Նա կուսակցության նախագահ է ընտրվել բառացիորեն մի քանի օր առաջ, խոսելով երկրում իրավական քաոսից և դատական անկախության կարևորությունից։ Եվ քննչական, և դատախազական, և ողջ իրավապահ համակարգը այսօր իրավական քաոսի մեջ է գտնվում։ Սամվել Կարապետյանի ուժի հետ դաշինք կազմած մյուս կուսակցությունը հանրությանը գրեթե անհայտ, բայց մի քանի տասնամյակ առաջ ստեղծված Միավորված հայեր կուսակցությունն է, որի ղեկավարը 83-ամյա Ռուբեն Ավագյանն է։ Հարկ է նկատել, որ ուժեղ Հայաստանի հետ դաշինք կազմելու մասին հուշագիրը այսօր ստորագրել է ոչ թե Միավորված հայեր կուսակցության նախագահը, այլ կուսակցության լիազոր ներկայացուցիչ Նայիրի Սարգսյանը։ Ընդ որում 39-ամյա տնտեսագետ իրավաբան Նայիրի Սարգսյանը ընդհանրապես Միավորված հայեր կուսակցության անդամ չէ, այսինքն կուսակցական չէ, ընդամենը համագործակցում է Միավորված հայեր կուսակցության հետ։ Միավորված հայեր կուսակցության հետ Հայաստանի ԵՍՄ նախաձեռնություն ունի հուշագիր և Միավորված հայեր կուսակցության հետ մենք ունենք շատ երկարամյա արդեն համագործակցություն Հայաստանի ԵՍՄ-ին և Միավորված հայերի միջև։ Այսինքն դուք Միավորված հայերի անդամ չեք, կուսակցական չեք։ Ոչ։ Դուք Հայաստանի ԵՍՄ քաղաքացիական շարժման ղեկավարն եք։ Շարժում չի, նախաձեռնություն է Հայաստանի ԵՍՄ-ը, որի հետ գործընկեր է Միավորված հայեր կուսակցությունը։ Որ թվականից եք դուք համագործակցում Միավորված հայերի կուսակցության հետ։ Պաշտոնապես 2025 թվականից, իրականում շատ ավելի վաղ ժամանակահատվածից, 2 տարի առաջվանից երևի։ Նայիրի Սարգսյանը, որ պարզապես համագործակցում է Սամվել Կարապետյանի հետ դե յուրե դաշինք կազմած Միավորված հայերի հետ, սուր քննադատում է վարչապետին։ Թոշակները 10,000 դրամով բարձրացնելու և պարտադիր զինվորական ծառայությունը 1,5 տարի դարձնելու կառավարության որոշումները ընտրակաշառք որակելով, Նայիրի Սարգսյանը պնդում է, որ Նիկոլ Փաշինյանը վերարտադրվելու համար դիմելու է ընտրակեղծիքների։ Ինչքան էլ որ ինքը կխոսի եթերներում, տարբեր տեղեր, տարբեր հարթակներում եւ կասի, որ մենք թիրախավորում ենք 65%, մենք հաղթելու ենք եւ այլն, ներքուստ գիտակցում է, չէ՞ որ դա սուտ եւ կեղծիք է։ Այս մարդը վաղ թե ուշ պետք է իշխանազրկվի, ընդ որում շատ մոտ ապագայում պետք է իշխանազրկվի։ Իդեպ թեև ուժեղ Հայաստանի քաղխորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը այսօր դաշինքի ստեղծման մասին հուշագիրը ստորագրելուց հետո խոսում էր նոր երիտասարդ ուժերի մասին, Միավորված հայեր կուսակցությունը դեռևս 2016-ին ակտիվորեն համագործակցում էր ՕԵԿ ղեկավար Արթուր Բաղդասարյանի հետ։ Ավելին այս ուժը ժամանակին հայտարարել էր Արթուր Բաղդասարյանի առաջնորդած հայկական վերածնունդ կուսակցության հետ միաձուլվելու մասին։ 2000 թվականից այս ուժը ղեկավարող Ռուբեն Ավագյանը անգամ 2003-ին մասնակցել է նախագահական ընտրություններին։ Մենք պետք է նոր հնարավորություն տանք երիտասարդ եւ մեծ պոտենցիալով ուժերին։ Նարեկ Կարապետյանը պնդում է, թե կուսակցությունների ընտրության հարցում հաշվի են առել արհեստավարժությունն ու մասնագիտական կարողությունները։ Քաղաքական գործիչները պետք է չլինեն պրոֆեսիոնալ քաղաքական գործիչներ միայն, պետք է անցած ճանապարհ ունենան, որպեսզի կարողանան հասկանան ոլորտները։ Հենց պրոֆեսիոնալիզմի հիմքի վրա էլ մենք ստեղծել ենք մեր միավորման տեսլականը։ Հուշագիրը ստորագրած քաղաքական կուսակցությունները հայտարարում են, որ միավորվում են ուժեղ Հայաստան կուսակցության քաղաքական օրակարգի և նախընտրական ծրագրի շուրջ և գործելու են, մեջբերում եմ, պետականության ամրապնդման, ազգային և հոգևոր արժեքների պաշտպանության, տնտեսական կայուն զարգացման և համերաշխության ապահովման սկզբունքների վրա։ Կհաջողվի նորաստեղծ դաշինքին հաղթել ընտրություններում, ավելին մեծամասնություն կազմել և փորձել վարչապետ ընտրել Սամվել Կարապետյանին, ինչի մասին հայտարարում է ուժեղ Հայաստանը։ Հունիսին ժողովուրդը անկասկած ընտրելու է Սամվել Կարապետյանին Փաշինյանի փոխարեն։ Դաշինքի անդամներից Նայիրի Սարգսյանը կարծում է, որ այդ հարցի պատասխանը կախված է ընդդիմության աշխատանքից։ Կհաջողվի թե չի հաջողվի, կախված է մեր գործողությունների։ Ընդդիմության աշխատանքից է կախված, հավաքական աշխատանքից է կախված, երբ եւ ինչպես տեղի կունենա իշխանափոխությունը։ Վստահ եմ, որ մեր դաշինքը մեզ հնարավորություն կընձեռնի փայլուն հաղթանակ տանելու ընդդեմ այսօրվա գործող իշխանության։
Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ դաշինքի մյուս անդամ նորաստեղծ Նոր դարաշրջան կուսակցության ղեկավար եւ քաղաքականություն մի քանի օր առաջ ոտք դրած Հարություն Հարությունյանի հետ զրուցել չհաջողվեց։ Նա մեր զանգերը ողջ օրվա ընթացքում անպատասխան թողեց։